Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգները։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը 4:35 Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ հայտնում են, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Աբու Դաբի Էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Զայադ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ Դուբայի Էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալլա Ֆաթահ Ալ Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ Շարային, Կատարի պետության էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանին, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, Հորդանանի Հաշիմյան թագավորության թագավոր Աբդալլահ II բին Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին, Քուվեյթի պետության էմիր Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբար Ալ Սաբահին, Օմանի Սուլթանության Սուլթան Հայթամ բին Տարիկ Ալ Սաիդին, Սաուդյան Արաբիայի թագավորության թագավոր Սալման բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին, Գահաժառանգ նախարարների խորհրդի նախագահ Արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդին, Ալժիրի ժողովրդական ժողովրդավարական հանրապետության նախագահ Աբդ Ալ Մաջիդ Թաբուին, Թունիսի հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Մարոկկոյի թագավորության թագավոր Մուհամմադ VI-ին, իսլամական սրբազան Էյդ Ալ Ֆիտր տոնի առթիվ։ Հայաստանի արտգործնախարարությունը Սպուտնիկ Արմենիային մեկնաբանել է երկրի դիրքորոշումը կապված ՀԱՊԿ բյուջե տարեկան վճարումների վճարման հետ։ Ի պատասխան պաշտոնական հարցման վարչությունը հաստատել է, որ Երևանը ծանուցել է կազմակերպության քարտուղարության համապատասխան փաստաթղթի ստորագրումից զերծ մնալու որոշման մասին։ Հայկական կողմը պաշտոնապես ծանուցել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնում ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին որոշման ստորագրումից և համապատասխանաբար կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, հայտնել են արտգործնախարարությունից։ Գերատեսչությունը ընդգծել է, որ նաև, որ ՀԱՊԿ-ը իր ներքին ընթացակարգերի համաձայն տարեկան բյուջեի մասին տեղեկատվությունը ենթակա չէ հանրային տարածման։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումների և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին։ Քննարկվել են պահուստային ծրագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական հատվածի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր։ Կողմերը ընդգծել են պահուստային ծրագրերի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում, արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակությունը ծրագրի հետագա ընթացքի, ինչպես նաև ռազմավարական գործընկերության համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թիվը 111236, քվեարկության մասնակցած քաղաքացիների թիվը 47443, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան 17183, Հայաստանի կոմունիստական կուսակցություն Վարդան Ղուկասյան 9727, Ապրելու երկիր կուսակցություն 1600
694, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք Կարեն Սիմոնյան 2902, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն 651, Եվրադաշինք կուսակցությունների դաշինք 2111, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն 1406, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք Մարտուն Գրիգորյան 7380, Իմ հզոր համայնք կուսակցություն Ռուբեն Մխիթարյան 3734, Անվավեր քվեաթերթիկների թիվը 624, Անճշտությունների չափը 945, այսպիսով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։ Քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումները, Հայաստանի ներքին գործերի նախարարության, ոստիկանության և Հայաստանի դատախազության կողմից ստացված հաղորդումների հիման վրա Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքների իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքների ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու և խուլիգանություն կատարելու հատկանիշներով 10 քրեական վարույթներով կատարվում է նախաքննություն, ծանուցում, հանցագործության համար մեղադրողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եթե Գյումրիում ավագանու ընտրությունների արդեն հրապարակված արդյունքները չփոփոխվեն, ապա ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Նյուզեմի հետ զրույցում նշել է պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը։ Նա պարզաբանել է, որ համայնքի ղեկավարն ընտրվում է Գյումրիի ավագանու 33 անդամներից առնվազն 17-ի կողմ քվեարկությամբ։ Եթե ընդդիմադիր 4 ուժերը միավորվեն, ապա նրանք կունենան 19 մանդատ և կկարողանան քաղաքապետ ընտրել իրենց կողմից առաջադրված թեկնածուին։ Նշենք, որ արդեն իսկ Ռուբեն Մխիթարյանն ու Մայր Հայաստանի թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարել են, որ պատրաստ են առանց նախապայմանների իրենց քվեն տալ ընդդիմադիր թեկնածուներից առավել շատ ձայն ստացած Վարդան Ղուկասյանին։ Մարտի 24-ից 30-ը ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որոնցից 315-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 241, փլուզման 6, օձի նկատման 3, պայթունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի մեկական, քարաթափման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի 2-ական, թունավորման 10, կեղծահազանգի 7, ինքնասպանության փորձի 20, ճանապարհատրանսպորտային պատահարի 50, ինչպես նաև կենցաղային կանչի 140, հրդեհի ծագման սպառնալիքի 28, հրդեհի կեղծ կանչի 27, 68 այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 43 դեպք։ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 89 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել, ավտոճանապարհներին արգելափակված 47 տրանսպորտային միջոց։ Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 92, զոհվել 11 մարդ։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 28-ից 31-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 326 դեպք, որոնցից 8-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու բնակարանային գողության 3-ական, ավազակության և խարդախության 1-ական դեպք, հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել 4-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 28 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 28 պատահար, 1 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Լուսակերտի Զորամասի դիմաց բախվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Հարություն Ե-ի վարած Ford Transit մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Սամվել Ա-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։
Կոտայքի մարզի ծննդատներում մարտի 23-ից մարտի 30-ը ներառյալ ծնվել է 27 երեխա, ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների: Հրազդանի ծննդատուն 11 երեխա, 5 տղա, 6 աղջիկ, Աբովյանի ծննդատուն 11 երեխա, 9 տղա, 2 աղջիկ, Չարենցավանի ծննդատուն 5 երեխա, 2 տղա, 3 աղջիկ, Նայիրիի ծննդատուն 1 աղջիկ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիայի ու Իրանի միջև երկկողմ հարաբերություններ, ինչպես նաև տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կողմերը կշարունակեն ջանքեր գործադրել թուրք-իրանական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Զրույցի ավարտին Էրդողանը Փեզեշքյանին շնորհավորել է Ռամադանի տոնի առթիվ։ Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը Տրապիզոնի Աքչաբադ քաղաքում ստորագրահավաք է սկսել, պահանջելով ազատ արձակել նաև Էքրեմ Իմամօղլուին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Մինեոսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի մերձակայքում փոքր ինքնաթիռը մխրճվել է բնակելի համալիրի մեջ, բոլոր ուղևորները զոհվել են։ Դեռևս հայտնի չէ, թե քանի հոգի է եղել ինքնաթիռի մեջ։ Ինքնաթիռը օդ է բարձրացրել Այովա նահանգի Դե Մոյնսի միջազգային օդանավակայանից եւ շարժվել դեպի Մինեապոլիս Անոկա Քաունթի Բլեյն օդանավակայան։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ շենքում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել։ Ավիավթարի գոտում բնակչությունը տարհանվել է։ Մարտի 30-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին M դասի 5 հզոր բռնկում, ինչը նշանակում է ապրիլը կսկսվի գեոմագնիսական փոթորիկներով, հայտնում է News.ru-ն։ Գեոմագնիսական խանգարումները չեն դադարի մինչև ամսվա կեսը։ Այս շրջանը կարող է բարդ լինել եղանակային փոփոխություններից կախվածություն ունեցող մարդկանց համար։ Աղբյուրը մանրամասնում է, որ Արեգակի վրա գրանցված հզոր բռնկումները տևել են 33 րոպե։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ Բարսելերնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ եւ Ամբերտ Ամբրոս տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Հանրապետության տարածքում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 2-ից 4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամին հարավ-արևմտյանի 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ապրիլի 2-ից 4-ին 15-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։